Բարի ողջույն, որքան ենք սիրում մենք մարդկանց դատել, չէ՞։ Ամեն օր առիթ ենք փնտրում ինչ-որ մեկի մասին խոսել, ինչ-որ մեկին դատապարտել անգամ, որոշումներ կայացնել իր արարքի շուրջ, եւ այդ ամեն ինչը աչքի տեսածով է կամ ականջի լսածով է։ Այլ խոսքով մեր զգայարանների միջոցով մենք դառնում ենք դատավորներ ամեն օր մարդկանց, բերելով դեպի այդ դատաստանը։ Դա կլինի մեր ընտանիքների մեջ, դա կլինի մեր ընկերային փոխհարաբերության մեջ, մեր երկրի մեջ։ Ամեն ինչը լցված է դատելու այդ վիճակով։ Անգամ սոցցանցի մեջ մարդիկ գրառում են կատարում, հասկանում ես, որ ամբողջ նպատակն է ուղղակի ինչ-որ մեկին սևացնել, ինչ-որ մեկի մասին վատաբանել, վատը ներկայացնել, դատապարտել, ցույց տալ, որ վատն էինք։ Բայց չէ, որ սիրելի քրիստոնյաներ, մեր միակ դատավորը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որովհետև ինքը ամենաարդարն է, ինքը միակ արդարն է, որովհետև ինքը ավելի լավ գիտի, թե մարդու ներաշխարհում ինչ է կատարվում։ Եթե ես մեկին դատելու եմ արտաքին իմ տեսածով կամ լսածով, իսկ Տերը դատելու է խորությամբ, հոգու ներքին պարունակությամբ, սրտի պարունակությամբ։ Եվ կարծում եմ, որ այն դատաստանը ավելի լավն է։ Այո, մարդկային տկարությունից ելնելով, նեղվածությունից ելնելով երբեմն մենք կարող ասենք, որ այսինչ մարդը վատն է, այսինչ բանը վատ է։ Եվ արդար լինենք այդ ասացի մեջ, բայց կանգ առնենք այդ պահին, չշարունակենք, որովհետև պետք է մտածել, եթե ես այս պահին դարձա այդ մարդու համար դատավոր, մի օր էլ Աստված ինձ դատելու է, այն դեպքում ինչ եմ անելու։ Տեսեք, մեր Տեր Հիսուս Քրիստոս Հովհաննեսի ավետարանի 8-րդ գլխում ինչ է ասում։ Հիսուս դարձյալ խոսեց ժողովրդի հետ եւ ասաց. Ես եմ աշխարհի լույսը, ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենացավ լույսը։ Փարիսեցիները նրան ասացին. դու քո անձի մասին ես վկայում եւ քո վկայությունը հավաստի չէ։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. թեպետ ես վկայում եմ իմ անձի մասին, իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ, թե որտեղից եկա եւ ուր եմ գնում։ Բայց դուք չգիտեք, որտեղից եմ գալիս կամ ուր եմ գնում։ Դուք ըստ մարմնի եք դատում, ես ոչ ոքի չեմ դատում։ Թեկուզ եւ մեկին դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետեւ մենակ չեմ, այլ ես եմ եւ ինձ հետ է նաեւ իմ Հայրը, որ ինձ ուղարկեց։ Եվ ձեր օրենքում իսկ գրված է, որ երկու մարդու վկայություն ճշմարիտ է։ Ես նա եմ, որ վկայում եմ իմ մասին եւ վկայում է իմ մասին Հայրը, որ ինձ ուղարկեց։ Ուրեմն սիրելիներս, մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է, որ ես եմ դատավորը, բայց չեմ դատում։ Եթե անգամ մեկին դատեմ, Հայրը ինձ հետ է։ Հիմա ես հարց եմ տալիս ինձ, ձեզ, երբ որ մենք ինչ-որ մեկին դանդում ենք, վստահ ենք, որ Աստված մեր հետ է։ Վստահ ենք, որ այդտեղ Աստծո կամքը եւ ներկայությունը կա։ Չեմ կարծում։ Չկա, որովհետեւ երբ ես փորձում եմ դատավոր դառնալ, դա Աստծուն հաճելի չէ, որտեղ Աստված ասում է. ես եմ դատելու։ Դու գործ չունես։ Դու գործ չունես քո եղբոր նկատմամբ դատաստան տեսնելու։ Ես գիտեմ այդ դատաստանը ինչպես պիտի անեմ։ Ուրեմն այսօրվա հոգևոր նախաճաշն էլ այսպիսին է։ Թողնենք դատաստանը Տիրոջը։ Խուսափենք դատապարտել մարդկանց։ Խուսափենք ավելորդ խոսքերից, ավելորդ մտածումներից, չարությունից, որովհետև երբ դատում ես, չարանում ես, երբ քննադատում ես, ջղայնանում ես, բարկանում ես եւ ինչ-որ մի ձևով պիտի արտահայտես դա, այլ Աստված ավելի լավ գիտի, թե ում ինչ դատաստան պիտի տեսնի։ Իսկ Աստծո դատաստանը շատ ցավոտ է լինելու։ Ուրեմն մենք էլ խուսափենք այդ դատաստանից։ Մաքրենք մեր անձերը նախ եւ առաջ։ Մաքրենք մեր մտքերը, հոգիները, մեզ դարձնենք ավելի լավը։ Եվ այդ դեպքում կհասկանանք, որ այն եղբայրը, ում որ պատրաստվում ենք դատել, այդ եղբայրն է մեղավոր մարդ է մեր նման։ Եվ ինքն էլ դա Աստված, որ մի օր մաքրվի, մի օր դարձի գա, ապաշխարի եւ արժանանա Տիրոջ սեր եւ ողորմությունը վայելելու։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ, սիրելիներս։ Աստված օրհնի ամենքիս։